Մերձավոր արևելքում լարվածության խորացման ֆոնին Եվրամիությունը փորձում է վերադասավորել իր էներգետիկ առաջնահերթությունները։ Եվրահանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ գտնվում է Բաքվում ԵՄԱ-Ադրբեջան էներգետիկ գործակցությունն ամրապնդելու նպատակով։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ ադրբեջանական ուղղությունը այս բարիդրությամբ Եվրոպայի համար առաջնահերթություն է, հատկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում, դա կարևոր ուղղություն է, ինչ խոսք, բայց դա կրկնում եմ այն ծավալը չի, որը կարող է ապահովել Եվրոպական միության գազային եւ առհասարակ էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանի դերը հատկապես կարևոր է ԵՄ հարավարևելյան երկրների համար, սակայն ոչ ամբողջ միության մասշտաբով։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը հարցը դիտարկում է թվերի եւ ենթակառուցվածքների համատեքստում։ Նա հիշեցնում է, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է հարավային գազային միջանցքով մատակարարումները կրկնապատկել մոտ 10 միլիարդ խորանարդ մետրից հասցնելով 20 միլիարդի։ Ավելացնում է արդյոք սա Ադրբեջանի դեր եւ նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Իհարկե, բայց եթե հարցը դիտարկում ենք թվերով եւ լոգիստիկ առումով, ապա իհարկե այստեղ առաջանում են մի շարք հարցեր եւ ասպեկտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Միևնույն ժամանակ Եվրամիության տարեկան գազի սպառումը կազմում է շուրջ 400-ից 450 խորանարդ մետր։ Ոստի նշված ծավալը չի կարող արմատապես փոխել եվրոպական էներգետիկ պատկերը։ Դավթյանը կարևորում է նաև Թուրքիայի գործոնը, նշելով, որ ռազմավարական նշանակություն կարող է ստանալ նրա դերը որպես գազատրանսպորտային հանգույց։ Խոսքը թուրքական հոսք եւ երկնագույն հոսք գազամուղերով ռուսական գազի հնարավոր վերաարտահանման սցենարի մասին է։ Այստեղ Թուրքիան փորձում է դիրքավորվել որպես շատ կարևոր գազատրանսպորտային հաբ եւ չի բացառվում այն սցենարը, որի ներքո Թուրքիան էապես կավելացնի բնական գազի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից վերոնշյալ գազամուղերով, վերաարտահանելով այն եվրոպական շուկա։ Եվրոպան սա իհարկե քաղաքական նկատառումներից ելնելով դիտարկում են որպես խիստ բացասական սցենար, բայց այնուամենայնիվ հնարավոր սցենար։ Իսկ արդյոք Ադրբեջանի դերը էապես մեծանում է։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի գնահատմամբ ներկայումս խոսքը առավելապես քաղաքական հայտարարությունների մասին է, ոչ թե արագ գործնական արդյունքների։ Նրա խոսքով նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործման դեպքում Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է ապահովել Եվրամիության գազային պահանջարկի մոտ 5%-ը։ Ներկա պահին այդպիսի արագ դիվերսիֆիկացիա, ինչպես ասում են մեր մոտ ասել, չի կարող ապահովել որևէ պետություն, այդտեղ Եվրամիության երկրները առանձին կամ միասնաբար։ Հա, կարող է Ադրբեջանը որոշակիորեն ավելացնի արտահանումը լեզվի եվրոպական երկրներ, բայց հիմնականում Ադրբեջանի կարևորությունը ամբողջ Եվրամիության համար շատ ուշադրված է։ Ավետիսյանը նույնպես ընդգծում է տարանցիկ հնարավորությունների կարևորությունը եւ նշում, որ կտրուկ դիվերսիֆիկացիա այս փուլում իրատեսական չէ։ Նա հիշեցնում է նաեւ թուրքական հոսք եւ երկնագույն հոսք խողովակատարերով դեպի Եվրամիություն ուղղվող գազի հնարավոր տարբերակը։ Այսինքն կարող այնպես իրավիճակը ստեղծվի, որ Եվրամիությունը ստիպված լինի այդ տարբերակը դիտարկել։ Փորձագետների գնահատմամբ Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ հատկապես հարավային Եվրոպայի երկրների համար, սակայն չի կարող դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության առանցքային հենասյունը։ Իսկ Թուրքիան, լինելով եվրոպական համակարգին միացած մի շարք գազամուղերի հանգույց, կարող է նշանակալի դեր ստանձնել հնարավոր վերաարտահանման սցենարներում։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։